Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա։ Թող գա իր խոտով մտնի առույցի բունը ու դուրս գա։ Էն էլ որ ծառույցի մոտ։ Սա որը ուտում են։ Ազատանի կենացը, Ախուրյանի կենացը, Շիրակի մարզի կենացը։ Մի հատ էս անձրևի տակ ռոմանտիկ չնկարվենք։ Քարոզարշավի 17-րդ օրը իշխող ուժը Շիրակում էր։ Ախալքալակ կարս երկաթուղով բացում են մեր ճանապարհները, շրջափակումը քայլ հաղթահարվում է։ Փաշինյանն այստեղ տնտեսական զարգացում խոստացավ ու հայտարարեց, երկիրը պատերազմի փակուղուց խաղաղության խաչմերուկ է դառնում։ Ջան, ցած։ Փոքրիկ քաղաք Մարալիկում մեծ խոստում տվեց։ Ամենաուշ երկու տարուց մենք ունենանք Հայաստան Եվրամիության վիզաների ազատականացված վիճակ։ Վարչապետի խոսքով դեպի Եվրոպա գնալիս հայերին շուտով պետք կլինի մեկ անձնագիրը չմոռանալ, մեկ էլ մի քանի եվրո ունենալ։ Ինքն այսօր մրցակիցներին չմոռացավ ու նրանց փողերը։ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասել ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ Վարչապետի Շիրակյան ուղիղ շփումները բայց շատ չէին։ Արիկ ջան ուշանում ենք։ Եղբայրս ուշանում ենք։ Կենտրոնում էլի ընտրելու իրավունք չունեցողներն էին։ Նրանց ՆՔՊ-ի քարտեզ թխվածքը, եթե իհարկե հերթ կանգնեին։ Մի գծանի։ Փաշինյանի արած չարածը Էրեբունիում Քոչարյանն էր քննադատում։ Հայտարարություն է կզած, ծնգած, երկիրը հայտարարող, հարբեցող։ Էջմիածնում էր Ծառուկյանը, խոսեց իր ցուցակի երկրորդ համար Թևանյանի կալանավորումից։ Եթե իմ գործընկերը նա ասենք թե դավաճանա շպիոնա, ես իմ ձեռքով գնդակարեմ իրեն։ Ժխտեց դավաճանության մեղադրանքը, ինքն իրեն էլ չխնայեց։ Իմ մասով ասեց, ինչ շպիոն հայ փուճուր, չկլասի ապրես։ Ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն։ Օրհնեց Փաշինյանի տունը եւ ասաց, որն է իր բարձունքը։ Ես իր երեխերքին ընտանիք չեմ մտել, իմ բարձունքը չեմ էլ մտի։ Ծառուկյանի հայրենի կոտայքցիների հետ էր հանդիպում տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։ Նրան արդեն դիմում էին։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Ինքը նորից խոստանում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովուրդը վերջապես լցնեն իրենց գրպաները։ Բոլորի ու իրենց պորտը Գյումրիում տեղներ դնում բոլորին դեմը։ Որ քվյաթերթիկն ուզեք ծրարի մեջ կդնեք հունիսի 7-ին, մնաց 12 օր քարոզարշավի ավարտին։